հաջողություններ եւ ձախողումներ ունեցանք 2025-ին, ինչպես կգնահատեք Հայաստանի իշխանության գործունեությունը տարվա կտրվածքով։ Հաջողությունը թերևս այն է, որ սահմաններին հարաբերական անդուր է։ Սա իսկապես հաջողություն է, բայց սա ոչ թե ինստիտուցիոնալ խաղաղության դրսևորում է, այլ որոշակի նախընտրական պաուզա է տրված Նիկոլ Փաշինյանին, ես չգիտեմ, ընտրությունից հետո այս պաուզան ինստիտուցիոնալ խաղաղության հատկանիշ կունենա, թե էլի մենք կվերադառնանք հակադրության ակտիվ փուլի։ Ամենայն դեպս ես ինստիտուցիոնալ խաղաղություն չեմ տեսնում, իհարկե հաջողություն համարելով սահմաններին խաղաղության հրադադարը կամ խաղաղ վիճակը։ Ձախողում ամբողջ տարին ձախողումներով լեցուն էր, եկեղեցու դեմ անզուսպ կամպանիա, քաղաքականավորների առատություն, տնտեսության մեջ անզուսպ գնաճ, սոցիալական բևեռացման շարունակություն, հասարակության հուսահատության եւ ապաթիայի խորացում։ Ցավոք սրտի անհաջողությունները շատ են, ու ի տարբերություն հաջողությունների կարելի է շատ երկար դրանց մասին խոսել։ Ցավոք սրտի հաջողությունների մասին դժվար է խոսել, հիմնականում անհաջողությունների շղթան շարունակվում է, որը սկսվել է 2020 թվականի պատերազմից սկսած։ Այդ կապիտուլյացիայի փուլը շարունակվում է, մենք ըստ էության զիջեցինք Սյունիքի ճանապարհի մեր սուվերենության աստիճանը, ներքաղաքական կյանքում թշնամությունը գնալով ավելի է խորանում, եւ այդ խորացումը անում է գործող իշխանությունը միտումնավոր կերպով, որովհետեւ դրա հաշվին ինքը փորձում է հաջորդ տարվա ընտրությունների ժամանակ ձայներ հավաքել, եւ այս անընդհատ ցնցումների մեջ ենք, անընդհատ ստրեսերի մեջ է գտնվում հասարակությունը, եւ տարվա վերջին մենք հերթական զիջումների մասին լսեցինք, ամոնում տվյալներ են շրջանառվում, որ գործող իշխանությունը արդեն Արաքսի ջրային տարածքներն է հանձնում 99 տարով Թուրքիայի օգտագործման համար, ջրային ամբարտակից շինարարությունից են հրաժարվել, մեր գերիների դատավարությունները շարունակվում է եւ որևէ քայլ չի կատարվում, Հայաստանից գրավված տարածքների մասին որևէ խոսակցություն չի գնում այս սահմանազատումից եւ սահմանագծման տրամաբանության մեջ, այսինքն մենք պերմանենտ ստրեսերի եւ անհաջողությունների մեջ են գտնվում եւ Հայաստանի սուվերենությունը տարբեր հատվածներով գնալով ավելի է իջեցվում։ Կարող եք ասել տարին ինչով էր նշանակալի կամ հիասթափեցնող։ Ամենամեծ հիասթափությունը եկեղեցու դեմ սկսված հակասահմանադրական կամպանիան է, ընդ որում սա տարվա հիասթափություն չի, սա շատ երկար ժամանակ է ամոթ ուղեկցելու է մեզ եւ սա կարող է բերել մեր ժողովրդի քաղաքակրթական բարոյական դեգրադացիայի, եթե սրա դեմը չկարողանանք առնել։ Այլ մյուս իրադարձությունը, որ տարվա հետ աֆիլացվելու է, հիշվելու է, դա անշուշտ թրիփի համաձայնագիրն էր, որը հակասական զգացումներ է առաջացնում, մեղմ ասած։ Մի կողմից դա որոշակի ստատուս քվոյի հույս է առաջացնում, որտեղ կրակոցներ չեն լինի, բայց մյուս կողմից դա ավելի շատ քարոզչական փուչիկ է, քան ինստիտուցիոնալ խաղաղություն։ Հիմնականում հիասթափեցնողը, չնայած հիասթափեցնող բառը դժվար է օգտագործել, դա հերթական ներքաղաքական ցնցումներն են, կապված եկեղեցու հետ։ Գնալով ձերբակալությունների քանակը շարունակվում է, հոգևորականներ են ձերբակալված, քաղաքական գործիչներ, լրագրողներ, այսինքն Հայաստանում հաստատվում է մի բռնատիրական համակարգ, որը իմիջիայլոց արտաքին ուժերը չեն դատապարտում, չեն համարում դա հարված դեմոկրատիային, դա այդ ամեն ինչին նորմալ է վերաբերվում, դա նշանակում է, որ արդեն գոյություն ունի նաև արտաքին միջամտություն մեր ներքաղաքական կյանքում եւ այդ ամեն ինչին աջակցում է։ Այսինքն այս բռնությունների թվաքանակը եւ դրա ուժգնությունը գնալով շարունակվում է
եւ ցավոք սրտի կարելի է ենթադրել, որ 25 թվականի ընտրությունների առաջ այդ ձերբակալվածների թիվը գնալով կշատանան, կշարունակվեն հարձակումները, ֆիզիկական հարձակումները եկեղեցու վրա, գործող այս վարչապետի ատելության խոսքը նույնպես կշարունակվի եւ ուժ կնանա, այս մթնոլորտի մասին որևէ դրական բան ասել հնարավոր չի եւ մեզ որևէ ապագայի հույս դեռևս չկա, միջև որ այս իշխանությունը չհեռացվի եւ ինչ որ առումով ես կարծում եմ, որ սա ազգային ազատագրական պայքար է լինելու ընտրությունների ժամանակ։ Նաեւ դեմոկրատիայի անկում է տեղի ունենում, նաեւ հուսահատությունն է գնալով ուժեղանում մարդկանց մոտ, որևէ ապագայի հույս շող մարդիկ չեն տեսնում եւ այս ամեն ինչը ավելի է ուժգնանում նաեւ միջազգային քաղաքականության մեջ այս տուրբուլենտությունը, անորոշությունը, միջազգային կարգի փլուզումը, միջազգային կառույցների ձախողումը, այսինքն մենք ինչ որ հին աշխարհին հրաժեշտ ենք տալի, սակայն պարզ չի, թե ընդհանրապես նոր աշխարհը ինչպիսին է լինելու, ինչ սկզբունքների վրա է կառուցված լինելու։ Ինչ ակնկալիքներ ունեք գալիք տարուց։ Շատ սուբյեկտիվ են իմ ակնկալիքները բնականաբար, ես 2026-ին կուզենայի այս անպառունակ ընթացքի ավարտ տեսնել, իսկ դրա միակ դեղատոմսը 2026-ի խորհրդարանական ընտրություններն են, հետևաբար հաջորդ տարին էլի կարևոր է ոչ միայն տարեկան, այլ ավելի երկարաժամկետ կտրվածքով, մենք կարող ենք կասեցնել մեր պատմության այս ամոթալի էջը եւ մի քանի տարվա համար զարգացման նախադրյալներ ստեղծել, թե 2026-ը շրջադարձային դառնալու բացասական իմաստով, որի ավարտը կարող է պետության քայքայումը լինել։ Գալիք տարում ես ակնկալիք ունեմ, որ հունիսին ազգային ազատագրական շարժումը հաջողության կհասնի, մենք հրաժեշտ կտանք այս գործող իշխանությանը, նշանակում է հրաժեշտ կտանք այդ ստրեսերին, ատելության խոսքին, անընդհատ այդ անորոշությանը, անընդհատ այդ պատերազմին եկեղեցի դեմ, պատերազմին հայկական խորհրդանիշների դեմ, պատերազմ մեր ինքնության եւ մեր անցյալի հանդեպ, այս ամեն ինչը մի կողմ կդրվի եւ արդեն մենք կփորձենք արդեն համերաշխության մթնոլորտը երկրի ներսում եւ այդ համերաշխության մթնոլորտում արդեն ազգային շահերից ելնելով փորձենք քաղաքականություն կառուցել։